Սկսում ենք այսօրվա մասսայական թերապիայի սեանսը։ Խնդրում եմ բոլորի փակել աչքերը։ Փակում ենք աչքերը, ձգում ենք ոտքերը, ձեռքերը իջեցնում ենք և թուլանում ենք 3-4 Thank you. Let's begin. Ես իմ աթոռը բարձրացնեմ, որպեսզի մենք լինենք տարբեր հարթություններում։ Եվ այսպես ով է ուզում կիսվել։ Ջերի։ Երեք երբ ես քայլում էի փողոցով, ես տեսա իմ առաջվա ընկերուհուն, ճիշտ ասած զարմացա ինքս ինձ վրա, թե ինչպես կարելի է այդ ոչնչության համար փրկել երակներ եւ դառնալ ալկոհոլիկ։ Այժմ ես միայն ծիծաղում եմ այդ երևույթի վրա։ Ով է ուզում արտահայտվել այս հարցի շուրջ։ Բոբ։ Երեք ես քայլում էի փողոցով եւ տեսա Ջերիի առաջվա ընկերուհուն։ Ես զարմանում եմ, թե ինչպես այդ ոչնչության համար կարելի է փրկել երակներ եւ դառնալ ալկոհոլիկ։ Իսկ այժմ ես ծիծաղում եմ այդ ամենի վրա։ Ինչպես տեսնում եք, մենք այսօր ունենք երկու նորեկ մեր խմբում, որոնք այսօրվանից մեր հետ շարունակելու են մեր սեանսները։ Եկեք ողջունենք նրանց եւ այսպես Խուան Նյու Մեքսիկոից եւ Հենդի նախկին Հենդո նախկին խորհրդային միությունից, եթե չեմ սխալվում, Դագեստանից։ Հայաստանից։ Yes, sorry, Հայաստանից։ Ով է ուզում սկսել։ Խուան։ Ողջույն, անունս Խուան է։ Ես շուրջ 12 տարի օգտագործել եմ ալկոհոլ, բայց ուսումնասիրելով պրոֆեսոր ձեր գրքերը, ես 6 ամիս է ինչ չեմ օգտագործել ոչ մի գրամ ալկոհոլ։ Եվ ես ինձ այդ 6 ամիսը նվիրել եմ գրականությանը և կերպարվեստին, և հիմա կարող եմ վստահ ասել, որ խմիչքը ոչ մի տեղ չունի իմ կյանքում։ Ով է ուզում ինչ-որ բան ավելացնել։ Բոբ։ Ինձ թվում է խմիչքը նրա կյանքում այլևս տեղ չունի։ Լսում ենք ձեր պատմությունը, Հենդո։ Ես 5 տարի է թմրանյութեր եմ օգտագործում, բայց Ամերիկայում դա արգելված է։ Ես հենց նոր եմ եկել Ամերիկա ու 2 ժամը արդեն չեմ օգտագործում։ Հիմա եկել եմ, որ դուք ինձ օգնեք այդ հարցում, բժիշկ։ Ով է ուզում այս թեմայով խոսել։ Բոբ։ Բժիշկ ինձ թվում է նա եկել է ձեզ մոտ, որ դուք օգնեք նրան այդ հարցում։ Okay, so, բոլոր նորեկները պետք է անցնեն տեստ, որը կոչվում է imagination, որը ստուգում է ձեր երևակայությունը։ Եվ այսպես, Խուան և Հենդո, let's go պատուանի մոտ։ Խուան, Հենդո, please նայեք երկնքին և պատմեք ինձ, թե ինչ պատկեր եք այդտեղ տեսնում։ Խուան, come on։ Այս պարզ երկնքում ես տեսնում եմ մեծն Ռեմբրանտի Սասկիան ծնկների վրա հիասքանչ նկարի ստորին հատվածը, իսկ աջ հատվածում ես տեսնում եմ Միքելանջելո Բոնարոտի մերկ Դավթի արձանը, տեսնում եմ նաև Միջերկրական ծովի կիզիչ ամռան մայրամուտը, իսկ այդ երեքի հետամասում ես տեսնում եմ Զևսի արձանը, որը կարծես հովանավորում է այդ 3 բնապատկերները։ Հենդո, դուք պատմեք, ինչ եք այնտեղ տեսնում։ Ես ուզում էի ասեի, որ տենում եմ փղիկ ու ձկնիկ, բայց հետո փոշմանեցի։